Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր խոսում ենք նևրոզի բուժման 7 կարևոր կետերի, ինչպես անվանենք, քայլերի կամ միգուցե գործոնների մասին, որոնք ապացուցված են, որ աշխատում են, հարգելիներս պրակտիկայում ապացուցված են։ Շատ կարևոր թեմա է, եթե նույնիսկ ձեզ համար թվա, թե այս գործոնը ինձ համար այդքան էական չէր, նայեք հոլովակը մինչև վերջ, որովհետև ասացի 7-ն եմ ասելու, հաստատ կլինի գործոն, որը որ անպայման կաշխատի ձեր խնդրի հետ։ Տեսեք, նևրոտիկ խանգարման բուժմանը անհրաժեշտ է մոտենալ տարբեր կողմերից։ Բուժումը կոմպլեքսային է, այսպես ասած, եւ լինի դա գեներալիզացված տագնապային խանգարում, կպչուն մտքեր, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում, լինի դա պարզապես ինչ-որ ֆոբիաներ եւ այլն, էական չէ բուժման ընթացքը առանցքը ընդհանուր տագնապի հետ աշխատանքն է եւ այնտեղ յուրաքանչյուր արդեն ախտորոշում ունի իր հետ աշխատանքի նյուանսները։ Ուրեմն սկսենք առաջին կետից։ Տեսեք, իրազեկումը եւ ինքնաճանաչումը իջեցնում է տագնապը։ Երբ դուք ձեր խնդրի մասին ունենում եք ճիշտ գիտելիք, դա փոխանցել է ձեզ բժիշկը, մասնագետը, համապատասխան մարդը, որ զբաղվում է այդ խնդրով, էական չէ, թե նույնիսկ հոգեբանության մասին չի խոսքը, փոխանցել է ձեզ գիտելիք, դուք իմանալով ձեր խնդիրը իջնում է տագնապը, սա ապացուցված է, այսինքն, երբ որ դուք գիտեք, որ սիրտս զարկեց, սա չի նշանակում, որ ես ունեմ սրտային պրոբլեմ, այլ բժշկուհին ինձ բացատրել է, որ սիրտս արագ է զարկում տագնապի ժամանակ, դա պարզապես սիմպաթիկ ռեակցիա է եւ շուտով կանցնի, այսինքն, երբ որ դուք ճշգրիտ գիտելիքներ եք ունենում, դա տագնապը իջեցնում է, որովհետեւ ճշմարտությունն այն է, որ իրապես ճշմարտությունն այն է, որ նևրոզից ոչ մեկ չի մեռնում, բայց այդ մասին ավելի մանրամասն խորհրդածությունների իհարկե ընթացքում։ Այսպես, այսինքն մեր խնդրի մասին մանրամասն ինֆորմացիա ենք իմանում, բայց ոչ թե հոլովակներից տարբեր, այլ հենց մասնագետներից, տարբեր հոլովակներ նկատի ունեմ ոչ թե ինչ-որ հիվանդներից, ինչ-որ ինքնակոչ մասնագետներից, այլ հենց բժիշկներից, լավ։ Եվ դա իհարկե օգնում է, որպեսզի ճիշտ հասկանամ իմ խնդիրը, ընկերություն անեմ այդ խնդրի հետ եւ կարողանամ կառավարելի դարձնել։ Երկրորդ կարևոր գործոնը կոգնիտիվ աշխատանքն է, այսինքն մտքի հետ աշխատանքը։ Նևրոտիկ խանգարում ունեցող մարդիկ ունեն մտածողության սխալներ։ Հիմնականում կատաստրոֆիզացիա, այսինքն իրավիճակը ավելի ապագան ավելի աղետալի են պատկերացնում, սցենարները վատագույնն են, սև ու սպիտակ մտածողություն, դրականի արժեզրկում, այսինքն կոգնիտիվ սխալները բավականին շատ են, որը թույլ չի տալիս իրատեսականը տեսնել, ավելի այսպես մտածողությունը տագնապայինի կողմն է։ Եվ այստեղ մենք անպայման հոգեթերապիայի ընթացքում աշխատում ենք այս ամենի հետ։ Այսինքն, երբ որ իմ սիրտը արագ է զարկում, ոչ թե ես կմեռնեմ, այլ սա իրատեսականն այն է, որ սա պարզապես տագնապի սիմպտոմ է, հարգելիներս, լավ, միգուցե վերևի կետի շարունակությունն է, բայց սա կատաստրոֆիզացիա մտածողության սխալի հետ աշխատանքն է։ Երրորդ կարևոր կետը, որը որ ոչ միայն թերապիայի ընթացքում ենք կատարում, նաև պացիենտը ինքն իր հետ աշխատում է բուն սեանսից դուրս։ Դա մարմնի հետ աշխատանքն է։ Քանի որ նևրոտիկ խանգարումների դրսևորումները մարմնական շատ են, ձեռքերսադուղում, մարմինս լարված է, գլխացավ ունեմ, գլխապտույտ, փորլուծություն, ծակծկոց եւ այլն, գիտեք, հազարավոր հոլովակներ ունեմ, բարձրացեք նայեք, եթե սիմպտոմատիկան դա շատ կարեւոր է, ձեզ համար ինֆորմացվել։ Տեսեք, քանի որ մարմնական դրսևորումները բավական շատ են, մարմնի հետ աշխատանքը պարտադիր է։ Շնչառական վարժությունները, ռելաքսացիոն վարժությունները եւ որ ամենակարևորն է ֆիզիկական ակտիվություն։ Զբոսանք կլինի դա, պարզապես մարզանք կլինի, մարմնամարզություն, իմ հին ժամանակներում որ ասում ենք, այսինքն մարզվել պարտադիր։ Պարի եք միգուցե հաճախում, ինչ որ յոգայի եք գնում ընկերու հետ, ինչ որ մի բան, որը որ ձեր մարմնի հետ
կապահովի մարմնի հետ աշխատանքը, մկանների կանոնավոր կծկումը շատ լավն է, ընդհանրապես տագնապային եւ ընդհանրապես նևրոտիկ խանգարումների հետ աերոբ վարժությունների հետ, հետեւ ատլետ վարժանքները, ֆիթնես վարժությունները ու հատկապես եթե դրանք կատարվեն բաց օդում շատ ավելի լավ հարգելիներս, լավ, այս կետնել եմ շատ կարևորում զբոսնելը, մաքուր օդում շատ գտնվելը, ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը եւ հավատացնում եմ, եթե դուք 1 ամիս շարունակաբար ունենաք ֆիզիկական կանոնավոր ձեր առողջական վիճակին համապատասխան ծանրաբեռնվածություն, դուք չեք ունենա ամեն դեպքում 50% եւ ավել կկրճատվեն ձեր մարմնական դրսևորումները նևրոտիկ խանգարումների, լավ, կանեք, կհիշեք, կասեք, ժշկույթ դու ճիշտ էիր։ Անցանք 4-րդ կետին հարգելիներս, աշխատում ենք խուսափողական վարքի հետ, քանի որ նևրոտիկ խանգարում ունեցող մարդը արդեն իր ձևավորել եւ ամրապնդել է խուսափողական վարքը, դա գնալով խորացնում է իր խնդրեմը եւ վերջ-վերջո բերում է դեսոցիալիզացիա, այսինքն երբ մարդը առհասարակ էլ տանից դուրս չի գալիս, չի ուզում ոչ մեկի հետ շփվի, չի ցանկանում ոչ մի տեղ գնա, որովհետեւ կա վախ, խուսափում, որ այստեղ կվատանամ, այնտեղ լավ չեմ լի, այստեղ լավ չեմ զգա եւ այլն, եւ այս հետ կխոսամ, կվախենամ եւ այլն։ Նայեք, երբ որ մենք խուսափում ենք ինչ-որ մի գործողություն անելուց, որ մեզ վախեցնում է կամ ինչ-որ մի տեղ գնալուց, այդ պահին մեզ թեթևություն է դա բերում, բայց երկարաժամկետ, հա, երբ դիտարկենք երկարաժամկետ փոփոխությունները խնդրի խորացման շատ ավելի ծանր է անդրադառնում խնդրի վրա, որովհետև այո, ինչպես նշեցի, խորանում է խնդիրը։ Եվ հետևաբար մենք փորձում ենք հաղթահարել խուսափողական վարքը, կառավարել ու հենց դա որ գնալ են վայրերը, որոնք որ մեզ վախեցնում են, թեկուզ հոգեթերապևտի աուդիո այսպես ուղեկցությամբ, թեկուզ եւ տեխնիկաների համապատասխան կիրառումով, իմանալով, որ ոչ մի տեղ մեզ ոչ մի վատ բան տեղի չունենա եւ հակառակը գնալով մենք շատ ավելի լավ ենք զգում մեզ, քան տանը փակվելով։ Այստեղ էլ տեխնիկաները բավականին շատ են, հարմարացնում ենք համապատասխան պացիենտի խնդրին եւ անպայման կառավարում խուսափողական վարքը։ 5-րդ կարևոր գործոնը հույզերի ճանաչումն է։ Ապացուցված է, երբ մարդ իր հույզերը ճանաչում է, հատկապես բացականները, հա, 50% եւ ավելի կրճատվում է այդ հույզի պարգևած բացասական ապրումները, այսպես ասած։ Շատ կարևոր է, որ մարդը սկսի ճանաչել իր հույզերը, այսինքն երբ ես զայրացած եմ, հասկանամ, որ զայրացած եմ եւ ինչու զայրացա, երբ տխուր եմ, մի հատ վերլուծեմ, ինչից էի տխրել եւ հասկանամ իմ մտքերը այդ երևույթների նկատմամբ արդյոք դրանք իրատեսական են, հա, այդ տխրություն պատճառով իրատեսական են թե չէ։ Եվ այլն եւ բարձրաձայնել եւ ինչպես ասացի, հույզերը ճանաչելը եւ անվանելը իջեցնում է այդ հույզի ինտենսիվությունը 50 եւ ավելի տոկոս։ Այն հույզերի մասին է խոսքը, որոնք որ մեզ տառապանք են պատճառում, հա։ Եվ հետևաբար ես զայրացա, ես տխրեցի, ես ամոթի զգացում ունեցա, ես մեղքի զգացում ունեցա, շատ կարևոր է, որ մարդը սկսի ինքնին ճանաչել դա եւ կատարում ենք հոգեթերապևտիկ աշխատանքի ընթացքում։ Հարգելիներս, այն մարդիկ, ովքեր կցանկանան հոգեթերապևտիկ աշխատանք ինձ հետ, կարող եք գրել WhatsApp-ի հետևյալ համարին, խնդրում եմ թողեք ինձ կամ գրավոր կամ ձայնային հաղորդագրություն, լավ, զանգեր չեմ կարող ընդունել։ Եվ առաջիկա օրվա ընթացքում ես ձեզ անպայման սիրով կպատասխանեմ։ Երևի թե, չգիտեմ, աշխարհում չկա կետ, որտեղ որ եթե հայեր կան, ես այնտեղի հետ աշխատած չլինեմ, այնպես որ on-line բավականին հաջող աշխատում ենք եւ շատ լավ արդյունք ենք ունենում, որտեղ այո, նևրոզը բուժվում է, ինչ շատ են ասում, նևրոզը բուժվում է, վերջույն, այո, բուժվում է, եթե այս կոմպլեքսայինը պացիենտը թույլ է տալիս ինքն իրեն աշխատել եւ նաեւ ստեղծում է տարածք, որպեսզի բժիշկն էլ աշխատի։ Լավ, հարգելիներս։ Շպարգարկած մի հատ նայեմ։ Շատ կարևոր է հարգելիներս, տեսեք, միգուցե մի քիչ ոնց ասեմ, այդքան էլ չի բարձրաձայնվում, չնայած ես իմ կոնկրետ իմ կոնտենտում միշտ եմ բարձրաձայնում ընդհանրապես կենսակերպի կարևորությունը, շատ չի բարձրաձայնում, բայց հավատացնում եմ ձեզ հոգեկան առողջության համար շատ կարևոր է, մարդը ինչ է ուտում, ոնց է քնում, ինչպես է հարաբերվում մյուսների հետ, ինչ վերաբերմունք ունի ինքն իր մարմնի նկատմամբ,
ինչ աշխատանք է ինքը կատարում, արդյոք այդ աշխատանքը ինքը սիրում է թե չէ, սիրով է կատարում թե չէ, այն ընտանիքը որտեղ ինքը ապրում է, հարաբերությունները նորմալ թե չէ, այսինքն բացի կենսակերպի գործոնները, նաև փոխհարաբերությունները մյուս մարդկանց հետ հաղորդակցումները շատ կարևոր ազդեցություն ունեն նևրոտիկ խանգարման եւ բուժման եւ զարգացման եւ նաեւ բուժման հարցում։ Եվ այստեղ քանի որ հենց կենսակերպից ենք խոսում, հələ կոմունիկացիան դնենք, ընդհանրապես հաղորդակցումը դնենք մի կողմ, առողջ ծնվելը, ժամանակին քնելը, ինքներդ ձեր մասին հոգ տանելը, ռեժիմ ընդհանրապես պահպանելը օրվա ընթացքում աշխատանքի եւ հանգստի չափազանց կարեւոր է, որպեսզի հոգեկանի համար կանխատեսելի լինի օրվա յուրաքանչյուր կետը, դա իջեցնում է տագնապը, երբ ես գիտեմ օրվա ընթացքում որ ժամից որ ժամին ինչ եմ անելու, ինձ համար այդքան անհանգստացնող չի, այդ տագնապս իջնում է, այդքան անորոշ չի, դրա համար ռեժիմը նախապես որոշել ինչ եք անելու, ոնց եք անելու, որ ժամից հետո ինչ եք անելու, շատ կարևոր է, բայց այդ թվում հետևեք իհարկե համընդհանուր կանոններին, կենսակերպի որպեսզի առողջ լինեք, ես դրանց մասին ինքան շատ հոլովակ ունեմ հարգելիներս, ինքան շատ, որ այստեղ ուղղակի ամաչում եմ նորից կրկնել։ Եվ 7-րդ կարևոր գործոնը հարգելիներս արդեն շատ չափազանց սպეციფիկ է, դեղորայքային բուժումն է, որը այո երբեմն ընտրվում է, ցուցում կա, կան կետեր, որոնք որ եթե հավաքագրվում են, բժիշկը ասում է, այ հիմա ժամանակն է դեղորայք ընդունելու եւ այդ դեղորայքն էլ նենց չի, որ բոլորի համար թեկուզ եւ նույն խանգարումը ունեն, նույնն է, չէ։ Այստեղ շատ տարբեր գործոններ են հաշվի առնվում եւ դեղորայք ընտրում։ Ընդհանրապես նևրոտիկ խանգարումների համար այսպես իդեալական համադրություն է հոգեթերապիա, գումարած անհրաժեշտության դեպքում, սուսման դեպքում դեղորայքային բուժում եւ իհարկե երրորդ կարևորագույն գործոնը պացիենտի պատրաստակամությունը, բուժառուի պատրաստակամությունը ինքն իր հետ աշխատելու եւ հոգեթերապևտի հետ աշխատելու։ Սա թերևս ամենակարևորն է, որովհետեւ այն երբեմն ասում են, բժշկուհի, մեր այս ինչին բերենք ձեր մոտ բանը, բուժման։ Ես ասում եմ ինքը ցանկանում է, որովհետեւ եթե մարդը չի ցանկանում բուժվել, այստեղ բժիշկը, բժշկությունը, ընդհանրապես դեղորայքը, ամեն ինչը արդեն չգիտեմ, կարևոր չի եւ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունենա, այնպես որ առանցքային դեր ունի բուժառուի ցանկությունը բուժվելու եւ ներգրավվածությունը ընդհանրապես բուժման process-ի մեջ, սա շատ կարևոր է։ Եվ այո, հարգելիներս, նևրոտիկ խանգարումները բուժվում են, դրանք կառավարելի են դառնում, այնուամենայնիվ մարդը կարող է շատ երկար տարիներ ռեմիսիա մտնել, այսինքն ախտադադար, այսինքն երբ որ չունի բացառապես ոչ մի սիմպտոմ եւ հանգիստ վայելում է իր կյանքը։ Շատ ցանկալի է, որպեսզի նևրոտիկ խանգարում ունեցող մարդիկ պարբերաբար դիմեն հոգեթերապևտին, այսպես ոնց ասեմ, կոպիտ ասած տոնուսի մեջ մնալու համար, հա, որպեսզի հանկարծ ռեցիդիվ սրացում չլինի։ Եվ իհարկե հիշեք խնդրում եմ, որ յուրաքանչյուրի համար եւ թերապիան եւ դեղորայքը անհատական է։ Մեկի համար կարող է 2-3 սեանսը շատ լավ ազդեցություն ունենալ եւ հաղթահարվի խնդիրը, մյուսի համար ամիսներ շարունակ բուժվենք, բայց միևնույն է, բոլորի համար էլ ինչպես ասացի, նևրոզը բուժվում է, եթե պացիենտը բուժառուն ցանկանում է եւ օգտագործում է բոլոր ռեսուրսները, որպեսզի եւ ժամանակային եւ համբերատարության եւ իր ցանկությունների որպեսզի բուժվի, լավ։ Այսքանը հարգելիներս, ձեզ շատ եմ խնդրում, եթե դուք օգտվում եք իմ ալիքից եւ այն ձեզ օգտակար է, ապա կարող եք դառնալ իմ ալիքի հովանավորը։ Այնտեղ համապատասխան ներքևում կոճակ պետք է լինի հովանավոր լինելու, դուք կարող եք յուրաքանչյուր ամիս ձեր հովանավորության փոքրիկ այսպես ներդրում ունենալ իմ ալիքի զարգացման գործում, հարգելիներս։ Ես շատ եմ լսում, որ մարդիկ ասում են, այ իմ յուրաքանչյուր պացիենտը որ գալիս է, իհարկե YouTube-ի եւ Instagram-ի իմ հետևորդներն են սիրելի, բոլորն էլ ինձ ասում, որ իմ հոլովակները 50 եւ ավելի տոկոս իջեցնում են իրենց խնդրի ամեն դեպքում տագնապը, անհանգստությունը, լարվածությունը եւ շատ օգտակար են, այնպես որ եթե ձեզ համար օգտակար է եւ դուք լսում եք մինչեւ վերջ,
շատ շնորհակալ կլինեմ։ Բայց եւ այնպես, որը հետեւյալը ինչը կասեմ անվճար է, ձեր շնորհակալության էկվիվալենտ կարող է լինել լայքը իմ հոլովակի, կոմենտը եւ նաեւ տարածումը, որովհետեւ այս հոլովակը կարա ինչ-որ մեկին շատ օգնի։ Եվ արժանորդագրվեք նաև իմ ինստագրամյան ալիքին հարգելիներս, որտեղ որ ես էլի փոքրիկ հոլովակներ եմ տեղադրում, էլի բավականին թերապևտիկ ազդեցություն ունեցող։ Բոլորին մաղթում եմ առողջություն, համբերություն, լավ եղեք։ Եկեք կոնսուլտացիայի։